Հետաքրքիր պատմություն կա կապված Սթենֆորդ համալսարանի հետ։ 1885 թվականին միջին տարիքի մի զույգ Սթենֆորդ ազգանունով իջնում է Բոստոնյան կայարանում և անմիջապես ուղևորվում Հարվարդյան համալսարան։ Նրանք ռեկտորից ընդունելություն են խնդրում։ Զույգի ճանապարհից հոգնած ու փոշոտված տեսքը առիթ է դառնում, որ ռեկտորը մերժի։ Զույգը համառորեն սպասում է հանդիպման։ Երբ ռեկտորը նրանց ընդունում է, նրանք պատմում են, որ իրենք ունեին որդի, ով այլևս չկա։ Նա սովորել է Հարվարդում և ջերմ հիշողություններ ուներ կապված այս համալսարանի հետ, և իրենք ցանկանում են որդու անունով հիշատակ թողնել համալսարանի շենքում։ Ռեկտորը մտածում է, որ խոսքը հուշարձան կառուցելու մասին է և ասում, որ հնարավոր չէ բոլորի հուշարձանները տեղադրել այստեղ։ Հինը հակադարձում է, բացատրելով, որ խոսքը բոլորովին էլ հուշարձանի մասին չէ, իրենք ցանկանում են նոր մասնաշենք կառուցել, որը կկրի որդու ազգանունը։ Ռեկտորը մի հայացք է գցում կնոջ վրա և ասում. «Տիկին, դուք հասկանում եք, որ մասնաշենքի կառուցումը կարժենա $7 միլիոն»։ Կինը լռում է, այնուհետև հայացքը բարձրացնում ամուսնուն և ասում. «Ես չգիտեի, որ մասնաշենքի կառուցումն այսքան էժան կլինի։ Դե ուրեմն մեր որդու անունով համալսարան հիմնենք»։ Շրջանակները լավն են։ Այո, հիանալի է։ Իմ շինարարության վրա ամեն բան բարձր տեսակի։ Այսպես հիմնվեց հայտնի Սթենֆորդ համալսարանը։